Սիրելի հայրենակիցներ, տեսնում եք, Ադրբեջանի դրոշն է, եւ սա Սյունիքն է։ Իդեպ այս տարածքը Կապանի օդականի դիմացի տարածքը իմ աչքերի առջև է հանձնվել։ Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվել է Սյունիքի Սուրբ հողի վրա։ Քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի նախընտրական ծրագիրը աղաղակում է խաղաղության մասին, բայց մոռանում են, որ ժողովուրդը չի մոռանում, որ Փաշինյանի օրոք է, որ 6 տարվա ընթացքում եղել են 3 պատերազմ եւ եղել են բազմաթիվ ռազմական գործողություններ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի սյունեցիներ, Փաշինյանը խոստացել է խաղաղություն, բայց բերել է պատերազմ։ Ինչ են ասում իրենց նախընտրական ծրագրում։ Նշում են, որ լինելու է սահմանազատման գործընթացի շարունակություն։ Սիրելի հայրենակիցներ, բայց չէ որ մենք տեսանք, թե ինչպես այսպես ասած սահմանազատման ընթացքում տարածքների զիջում եղավ Տավուշ աշխարհից։ 2024 թվականի սահմանազատման գործընթացում Հայաստանը խորհրդային քարտեզների հիման վրա որոշ տարածքներ հանձնեց Ադրբեջանին Տավուշի հատվածում, չնայած որ նրանք դրա ներկայացրին որպես սահմանների իրավական հստակեցում, բայց փաստացի հանձնեցին։ Երկրորդ, ինչ են ասում թրիփ նախագծի իրագործում։ Նախ, քանի որ Փաշինյանի իշխանությունը չունի կարմիր գծեր, Հայաստանի քաղաքացին, մասնավորապես սյունեցին, չունի ոչ մի երաշխիք, որ այդպիսով չի խախտվելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, չունի երաշխիք, որ տրանսպորտային ուղիները լինելու են Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության վերահսկողությամբ, չունի երաշխիք, որ չի լինելու այլ երկրի վերահսկողություն։ Երրորդ, ասում են, որ վերջնական կստորագրեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը։ Ժողովուրդ ջան, ով կամ ովքեր են լինելու այդ խաղաղության համաձայնագրի երաշխավորները։ Թրամփը անգամ Փաշինյանի անունը չի հիշում։ Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ մենք Ադրբեջանի անվտանգության երաշխավորն ենք լինելու, Ադրբեջանն էլ մեր։ Հիմա այսքանից հետո ասացեք խնդրեմ, դուք հավատում եք այս թույլ խաղաղությանը, դուք երաշխիք տեսնում եք, որ այդ ստորագրումից հետո Ադրբեջանը չի հարձակվելու, գիտեք ես չեմ տեսնում, կամ այլ հարց, էլ ինչ է զիջելու Փաշինյանը, որ Ալիևը ստորագրի։ Սահմանադրությունը, ժողովուրդ ջան, 2018-ին Փաշինյանը խոստացավ խաղաղություն, սկսեց զրոյական կետից, վերելակում Ալիև ետ խոսեց ու ասաց, որ ամեն քայլ արել են, որ սահմանին հանգիստ լինի, բայց ինչ եղավ։ Սկսեցին Տավուշյան մարտերը, ապա 44 օրյա պատերազմը։ Նա բերել է միայն պատերազմ եւ չի կարող ուժեղ խաղաղություն բերել։ Ուժեղ խաղաղություն կարող է բերել Սամվել Կարապետյանը, ում քաղաքական թիմը ունի անվտանգության հստակ ծրագիր, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով, պաշտպանված երկնքով, խելացի սահմանով, տեղական ռազմարդյունաբերությամբ։ Սիրելի հայրենակիցներ, մենք այլևս թույլ չենք լինելու։